Ես մոտ 7 ամիս է, այսինքն այս նախագծին եմ միացել որպես համադրող, այդպես, եւ ձեռքիս տակ հսկայական նյութերի հետ աշխատեցի, շատ հետաքրքիր եւ փաստաթղթեր եւ լուսանկար եւ տեսանյութ եւ քանի որ այստեղ էր նախատեսված անել այս ցուցահանդեսը պատմության թանգարանում, փորձեցինք այս 2-3 փոքր սրահում այս ամբողջ նյութը փորձել խտացնել։ Այս արխիվների տրամադրողների անունները այստեղ կան, ովքեր որ այս նյութերը ամբողջովին տրամադրել են ու խորհրդանշական ձևով բաժինների բաժանեցինք ցուցահանդեսը, այսինքն նախապատրաստություն, ներգաղթի ընթացք, կյանքը Հայաստանում, հետո աքսոր բռնաճնշում եւ վերջում ամփոփում, այսինքն հայտնի հայեր, ովքեր ներգաղթի միջոցով հայտնվեցին Հայաստանում եւ արդեն արտագաղթ նաեւ։ Այստեղ խորհրդանշական ձևով այս նավ հասկացողությունը խորհրդանշվեց այս նավի մոդելով, Արմենիա նավ է գոյություն ունեցել։ Եվ այս նավը եւ այս նավի բացիկը շատ սփյուռքահայերի համար խորհրդանիշ է եղել, որ խորհրդային Հայաստանը հզոր երկիր է։ Եվ նաեւ այս խորհրդանիշով գայթակղվելով են եկել, չնայած այս նավը չի մասնակցել ներգաղթին, ինչու, որովհետեւ հենց պատերազմը սկսվեց, գերմանացիները առաջին նավերից մեկն էր, որ սա ոչնչացրին, Արմենիա նավը, եւ դրանից հետո այլևս Արմենիա նավ գոյություն չի ունեցել։ Խորհրդային միությունը չի անվանել որևէ նավ Արմենիա։ Խթանը եղել է Ստալինի որոշումը, ով որ Հայաստանի սովետականացման 25 տարվա կապակցությամբ թույլ է տալիս հայերին գալ Հայաստան։ Այսինքն այս որոշման հիմքի վրա է ընդհանուր այս մեծ ընթացքը սկսվում, այդպես, եւ այս բաժինը ընդհանուր խորհրդանշում է այդ մարդկային հոսքը, այդ հսկայական մարդկային հոսքը, որը հանկարծ 46-ից 49 թվի սկսեց գալ Հայաստան։ Եվ այստեղ շատ հետաքրքիր փուլեր կան, ինչպես այդ նախապատրաստվեց, ինչպիսի դրամահավաքներ եղան Սփյուռքում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Իրանում, Իրաքում եւ այլն, որպեսզի այդ մարդկանց գալը ապահովեն։ Հենց լավագույն, ասենք, Նյու Յորքի հյուրանոցներից մեկում այդ դրամահավաքը եղավ նաեւ, որպեսզի կապ հաստատեն ներգաղթի կոմիտեի հետ Հայաստանի եւ կազմակերպիչներ կային այս ամեն ինչի, ովքեր նույնիսկ ընտանիքով եկան օրինակ ցույց տալու համար։ Եվ այստեղ այդ դրամահավաքների հանգանակության փաստաթղթերը կան, որոնք հաստում են, թե ինչքան դրամ հատկացվեց նաև ընտանիքներին, ամեն մի անձին, ամեն մի ընտանիքին, որպեսի գան։ Շատ ընտանիքներ սկսել են նամակներ գրել ներգաղթի կոմիտեին, հարցեր տալով, թե փորձեն հասկանալ ինչպիսին լինի իրենց կյանքը, ու այդ հարցերից դու շատ բան ես հասկանում։ Այսինքն նաև հասկանում ես պատկերացումները, ինչպիսին էին պատկերացնում խորհրդային Հայաստանում կյանքը։ Օրինակ, կարող ենք բերել մեր մեքենան, ինչքան է վոլտաժը, ասենք Հայաստանում, կարող ենք տուն կառուցել, կարող ենք տուն վաճառել, այդպես մեր դոլարները կարող ենք բերել Հայաստան եւ հետո օգտագործել, շատ բաներ միամիտ են ու այդ ամեն ինչից այսպիսի մի հսկայական պատկեր է բացվում, որ Սփյուռքի ժողովրդի մեծ մասը առհասարակ պատկերացում չեն ունեցել ուր են գալու եւ պատկերացում չեն ունեցել Հայաստանի կացությունը 46 թվին ինչպիսին պիտի լինի։ Եվ այդ պատկերացումները ինչ որ առումով կազմվել են Հայաստանում թողարկված դրոշմանիշների հիմքի վրա, որտեղ այստեղ պատկերված են գործարաններ, այստեղ ակնաբուժարանը Աբովյան փողոցի վրա, նույնիսկ եկեղեցի, այսինքն ինչ որ բաներ, որոնք ավելի կայացած էին։ Հայաստանի ներկայացուցիչները, որոնք արդեն կապի մեջ մտան Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ, այս ամեն ինչը կազմակերպելու։ Հիմա ինչ որ առումով
նաև ես գիտեմ իմ ընտանիքի պատմությունը, ինչպես եկան 46-ին, բայց իհարկե այս աստիճան ներքին խոհանոց, փաստաթղթեր, նամակներ եւ այլն բարձր մեր ձեռքին չկար, ոնց որ այս ցուցահանդեսի առիթով եմ շփվել, այստեղ կան շատ հետաքրքիր հարցեր Սովետին, էլի որ շատ հետաքրքիր կլինի, ու այս բաժինը հիմնականում նվիրված է այդ մարդկանց կյանքին այդ երկրներում, որտեղից որ եկան։ Այստեղ ցուցակագրվել են եւ այլն, ու այսպես նկարվում են ֆրանսակուսանինք, որ Հայաստան ծառայենք։ Այսինքն այս ընդհանուր վերելքը, տրամադրվածությունը Հայաստան գալու, իրենց նկարվելը երեխաներով եւ այլն, ինչ որ առումով այս բաժինը նվիրեցինք կյանքը, կացությունը այն տեղերում, որտեղից որ պիտի գային արդեն։ Սա իմ զոկանչ մայրիկի իրերն են, որ եկել են իր հետ Բեյրութից, այսինքն իրենց սկաուտական տոմսերը եւ այլն, ուզեցինք մի քիչ իրական նմուշներ եւ իրենք Կիլիկիայից են, այսինքն 38-ին Կիլիկիայից եկել են Լիբանան եւ հետո 46-ին Լիբանանից այստեղ այս վկայականը կրթության հայ աղջիկների վկայականը, որոնք դպրոց են անցել Կարուձևի, ու այս վկայականներով շատերը եկել են Հայաստան։ Մի խոսքով, այս կրթությունը գայթակղիչ էր, կրթությունը ձրի էր եւ շատ փաստաթղթեր ենք նայել, որտեղ որ հայ ուսանողները տարբեր երկրներից դիմում են ներգաղթի կոմիտե խնդրանքով իրենց էլ ներառել ցուցակի մեջ եւ ասում են, թե ինչ սկսեցին ուսանել եւ էլ չեն կարող այդ երկրներում սուղ է եւ այլն եւ կուզեն Հայաստանում շարունակել։ Օրինակ այս աղջիկը ջութակահարուհին մի խոսքով դիմում է, որ եթե հնարավոր է գանք Հայաստան ուսանելու, այս ուսանողների ցանկություններն են։ Այստեղ արդեն գալիս ենք նաև Ժանտեր Մերկերյանի ընտանիքը, ջութակահար, որ Մարսելից եկան եւ այսպիսի, ասենք, արկղ են պատրաստել արդեն նախապատրաստական շրջանը, որպեսզի այս արկղը գա հասնի Հայաստան։ Երուսաղեմում կարանտինը, որ վրաններով են ապրել, որպեսզի հետո կարողանան գալ Հայաստան։ Վերջի լուսանկարներ ընտանիքը կիսվում է, ծնողները մնում են, երիտասարդները գնում են։ Վերջի լուսանկարն է, որ պիտի արդեն ընտանիքը բաժանվի, այսպես։ Իսկ հետաքրքիր է ինչի է վերցրած հենց 46-ից 49-ը եւ չի վերցրած մինչ այդ օրինակ 36 թվին։ Մեծ ներգաղթը համարվում է 46-ից 49-ը, որը որ երկու կողմը աշխատեցին, այսինքն ներգաղթի կոմիտե այստեղ բացվեց, ոչ թե ուղղակի մեկ ցուցակ էր, այլ մի ամբողջ նախաձեռնություն, որպես մեկ մեծ նախաձեռնություն, որը ունեցավ սկիզբ եւ 49 թվին իջավ հաջորդ հրամանը դադարացնել։ Եվ քանակի առումով էլ քանակի առումով ինչքան են ասել։ Այստեղ կա։ Նույնիսկ սրա մեջ ներառված չեն երկրներ, որոնց ուղակի քիչ էին։ Օրինակ Չինաստանից ունենք ներգաղթողներ, հայեր, քիչ քանակի։ Սուդան կա, աֆրիկյան ինչ-որ երկրներից, որ ուղղակի 1-2 ընտանիք են եղել, միացել են, ասենք, եգիպտահայերին ընդհանուր Աֆրիկայից։ Այսպես, շատ հետաքրքիր, տենց նաև մասնավոր դեպքեր կան, շատ հետաքրքիր, որ ուղղակի որպես փոքր երեխանակը չեն ներառել։ Ինչու հարցրեցի, որովհետև գիտեք, թե Երվանդ Քոչարը 36 թվականին եկավ, թե իմ տատիկիս ընտանիքը այդ նույն նավով, որով նաև տեղափոխում էին Կոմիտասի աճյունը, եւ գիտեմ, որ բավական նաև այդ 36 թվականին եղավ բավական մեծ ներգաղթ։ Երևի առաջիններն էին իրենք, եւ ինչ որ նկարագրում էիք այդ իմ ընտանիքի պատմության վրա եւ Քոչարի պատմության վրա, գիտեմ, որ ինչպես ա եղել, ինչ սպասումներով են եկել, ինչ ակնկալիքներով, ինչ հույսերով։ Տարբեր նավերով են եկել Հայաստան, ասենք ռումինահայերը, Տրանսիլվանիա նավով, բուլղարահայերը, ուրեմն Լիբանանից հիմնականում եկել են
Պոբեդա եւ Ռուսիա նավերով, Ռուսիա եւ Պոբեդա նավերով, իսկ այդ Ռուսիա նավը եղել է Հիտլերի կոնֆիսկացված նավը, Հիտլերից վերցված եւ Հիտլերի կաբինետը գալու ժամանակ դարձել է բուժկետ ու զոքանչ մայրիկիս ընտանիքը, որոնք բժիշկներ են եղել, ապրել են այդտեղ, որովհետեւ ամբողջ ընթացքում այդ քանի օրը մարդիկ, ովքեր սրտխառնոց եւ այլն բաներ են ունեցել, այդտեղ են սպասարկել այդ սենյակում։ Երեխա է ծնվել նավի մեջ եւ այս զեկույցը այստեղ կա, երեխայի ծնունդը, աղջիկ երեխա։ Այս բաժինը խորհրդանշական ձևով կոչել են կյանքը Հայաստանում այս պատը, այսինքն սկիզբը, դիմավորումը եւ արդեն կյանքի սկիզբը։ Այստեղ կան եւ պաշտոնական ֆոտոներ, արված, ասենք, թերթերի համար, ավելի պրոպագանդայի համար, այս տիպի բարի գալուստներով եւ այլն, եւ կան ավելի իրենց արված լուսանկարները, արդեն 0-ից տուն են կառուցում, կյանք են հիմնում եւ այլն։ Այսպես ու ինչ որ առումով նաեւ իրենց արդեն ներքաշվելը խորհրդային իրականության մեջ, արդեն պարադների մասնակցելը եւ այլն։ Այստեղ ամեն ինչ կա եւ օրինակ սա արաբկիր, մեր թաղամասն է սա։ Իսկ այդ արքիրը այդ բաները տեսնել եւ օրինակ այս Չարենցի փողոցի այս տունը 3 եղբայր են կառուցել իրենց գումարներով, բավականին լուրջ շինարարություն, որ հիմա կարծեմ գերմանական դեսպանատան կողքն է։ Այս է Հարություն Դելալյանը։ Այդպես եւ այստեղից արդեն 40 թվի կարծեմ հունիս ամսին, երբ որ սկսեց մեծ աքսորը արդեն, մեծ ներգաղթ եւ մեծ աքսոր, երբ որ մի օրվա մեջ հազարավոր մեքենաներով հայրիկս պատմում է, որ ամբողջ գիշեր ձայներ էինք լսում, առավոտ արթնացանք ու ընկերներիցս ոչ ոք չկար այդ փողոցում ու նույնիսկ ինքը չէր հասկանում ուր տարան այդ մարդկանց։ Ուրեմն կա արդեն այդ շրջանը ավելի դժվար, դրամատիկ, աքսոր եւ կան փախուստի սխեմաները, որովհետեւ շատ ընտանիքներ, որ օրինակ իրենց տեղավորել են Արմավիրի մարզում, Հոկտեմբերյան, Սահմանային գոտում, իրենք ուղղակի փորձել են սահմանը անցնել եւ իրենք չեն էլ գիտակցել, որ դա հանցանք էր, որովհետեւ այն երկրներում, ուր որ ապրել են, ասենք Հունաստան չի ստացվել, անցել են, ասենք Սիրիա կամ Սիրիայից անցել են ազատ ձևով Լիբանան եւ դա երբեք չեն կարծել, որ դա կարող է դրա պատճառով իրենց բանտարկեն կամ աքսորեն եւ այլն։ Եվ շատ հետաքրքիր է այդ սահմանային մասերը, որ դե սովետական սպայերի կողմից գծված այն վտանգավոր տեղերն են, որտեղից կարող էին անցնել արդեն ու որտեղ դեպքեր եղել են։ Ինչ են արել, բռնել են։ Աքսորել են բոլորին։ Այսինքն կարելի ասել մարդիկ մի քանի ամիս հետո արդեն աքսորվել են։ Այս արկղով ֆրանսահայ ընտանիք է եկել, այս փողոցը Rue Milton հենց օպերայի կողքն է, այս փողոցը։ Եվ հետաքրքիր, որ այնպիսի արկղ են բերել, որ նաև ծառայի որպես գեստապահարան, երբ որ բացում ես, մի կողմը դարակներն են, կարելի է կանգնացնել եւ սա կանգնացնելու կողմ է, հաստեր։ Այսպես։ Սարսափելի է, ձեր ընտանիքում էլ եղել աքսորել է։ Մեր ընտանիքում աքսոր չի եղել, բայց այնպես էր, որ ում ընտանիքներում որ եղել են, պարտադիր չի եղել ինչ որ մի բան արած լինեին, քանակի հարցեր, որ պիտի դա արվեր։ Իմ պապիկից գիտեք ինչ համայն աքսորել, ինքը բժիշկ էր եւ երեխաներին դպրոցում սրսկելուց ասել է, որ մի վախեցեք այս ասեղները որակյալ են, ամերիկյան են եւ պլատինից են, չեն ցավացնում, որ եւ նրան ասել են, որ դպրոցում պրոպագանդում ես։ Այդքանը բավարար էր։ Այստեղ մի ընտանիքի պատմություն կա,
Աշոտ Օհանյան, շատ հետաքրքիր պատմություն է, այսինքն եգիպտահայեր են, շատ գեղեցիկ կին ունի եւ իրենց աղջիկը, այդ փոքր աղջիկը եկավ ցուցահանդեսին, որ այստեղ է ծնվել, ինքը մի ձեռք չուներ եւ սա արդեն աքսոր չի, սա բռնաճնշում է, այսինքն բանտարկություն, Սիբիր եւ այստեղ տպագրված է ուրեմն ամբողջ իր հարցաքննությունը, դեպի շատերին 1-2 հոդվածով են մեղադրել, իրեն այս հարցաքննությամբ մեղադրում են ամեն ինչի համար։ Ինչու՞։ Այսինքն անգլիական շպիոն ես, գերմանական շպիոն ես, ճապոնական, ամեն ինչ, այսինքն ինչ հնարավոր էր մի մարդու վրա եւ այստեղ ուղղակի պատին տպել ենք իր հարցաքննության վերջի մասը, որը ինքը ուղղակի միակ բան է, իր ձեռագրով գրում է, ես այս մեղադրանքին տերը չեմ։ Այսինքն այդպես իր ձեռքով մենակ այդ վերջի մասն է գրել, որ ինչ ասվեց, ես սրա տերը չեմ։ Ստալինի մահվանից հետո շատերին 54-ին են արդեն վերադառնում, արդարացվում, ինքը մինչև 56 պահում են իրեն։ Այսինքն եւս 3 տարի Ստալինի մահվանից հետո իրեն պահում են եւ նաեւ իր ուղարկած բացիկներից կա իր ձեռագրով գրված իր տղաները Հայաստանում են հիմա եւ աղջիկը, որ են փոքրիկ աղջիկն են, երկուսը որ կանոնած տղաները, այդ կինը եկավ, այդպես շատ այնց հետարքիր արտակինով կիներ։ Այստեղ մտադրությունը արդեն Սիբիրը ստեղծելն էր, այդ Սիբիրի միջավայրը, սա որպես, ասենք, փոքրիկ տնակ, ում որ տարել են մեծ մասը գերան են կտրել, այդ է եղել հիմնական զբաղմունքը, կին տղամարդ այս նույն բանն են արել, գերանները կտրել եւ գետերով ուղարկել են դեպի ինչ-որ հունով ներքև։ Այստեղ շատ հետաքրքիր, շատ հետաքրքիր նյութեր կար եւ լուսանկարներ, այս Ֆրանսիայի ընտանիք է, որ ինչ ասեմ, սկսել են կով պահել, երեխաները հոկտեմբերի պիոներ դառնալ, շատերը ռուսերեն սկսել են հասկանալ երեխաների միջոցով, երեխաներին ուղարկել են մանկապարտեզ կամ դպրոց, որ այնտեղ սովորեն եւ իրենց կան սովորացնեն ինչը ինչ է նշանակում, շատ հետաքրքիր նյութը շատ էր, օրինակ բաներ կային, բլոկնոտներ կային, որ տատիկը հայերենով սովորում է ռուսերեն, ասենք նետ, վադա եւ այլն, այդպես, այս ամբողջը իրենց կյանքն են եւ այս ամբողջ ուսումնասիրող թիմը, Պասկևիչյանը եւ Սաթենիկը իրենք այցելել են այս վայրերը, ֆիլմ են նկարել եւ ահագին հարցազրույցներ են արել այն մարդկանց հետ, ովքեր օրինակ դպրոցում սովորել են եւ օրինակ այս աղջիկը հայ է եւ այս երեխաների արխիվները մինչեւ հիմա պահվում են այդ դպրոցներում, բայց շատ բաներ մեր արխիվներում հետագայում ոչնչացրել են, այսինքն մեր արխիվներում շատ քիչ բան է պահպանվել եւ անշուշտ ինչ որ այստեղ տեսնում ենք իրենց դատավարական գործերից են, բացի ընտանիքների կողմից տրամադրված, նույնիսկ մարդիկ ամուսնացել են այնտեղ, Աստան ընտանիքները, հələ որ ընտանիքով են ապրում։ Ամբողջովին ընտանիքով, հա, մինչև փոքր երեխա, մեծից փոքր։ Իհարկե տարիքովները շուտ մահացել են այնտեղ եւ գերեզմանոցներ կան։ Նույնիսկ լքված անտառների մեջ, որ գնացել տեսել են, նկարահանել են եւ այլն։ Նույնիսկ արհեստանոցներ ու գործարաններ են հիմնել այնտեղ հայերը եւ սկսել են կահույք արտադրել։ Դերի ժողովուրդն էլ սկսել է այդտեղ աշխատել ու այդ ամբողջ շրջանին սկսել են մատակարարել շատ բարձր կարգի կահույքով, ասենք թե։ Հիմնել են երշիկի արտադրամասեր, բաներ, շատ հետաքրքիր, նույնիսկ բացի այս գործերից շատերը տեղավորվել են։ Իսկ օրինակ Եգիպտոսի բոքսի չեմպիոնը, որ անմիջապես իրեն ուղարկեցին այնտեղ, ինքը հիմնել է բոքսի դպրոց։ Եվ մենակ տղամարդ է եղել, որ եկել է Հայաստան, գալուց, այսինքն գնալուց հետո, երբ որ արդեն արդարացվել են եւ հետ են եկել, ինքը մարդ չուներ Հայաստանում, իսկ այնտեղ հիմնել էր արդեն սպորտ դպրոց եւ ստիպված հետ է գնում եւ հիմա, մինչեւ հիմա այդ դպրոցը իր անունով է, ինքն է հիմնել։
Այսինքն ճակատագրերը շատ տարբեր են ու շատ եւ դրամատիկ եւ հետաքրքիր եւ ինչ ասեմ, այսինքն սա մի չգրված, չպատմված պատմություն է, կարելի ասել։ Ինչ որ մի մասը վերադարձել են այդպես։ Ինձ թվում է, որ ակսորներն էլ չեն վերադարձել։ Չէ, շատ են վերադարձել։ Եթե իհարկե դիմանում էին, չէին մահանում, այնտեղ իր դեպքեր են այս մասը կատարվում 60-ականների սկիզբ, սկսում են ամերիկացի եւ ֆրանսիացի պաշտոնյաներ հանկարծ այցելել Հայաստան եւ ամերիկահայերը կամ ֆրանսահայերը դիմավորելով նամակ են փոխանցում եւ իրենց մասին տեղյակ են պահում ու արտգործնախարարի այցը Ֆրանսիայի Պինոյի հանկարծ մեծ սենսացիա է լինում, որ հանկարծ այդքան ֆրանսահայ մոտենում են եւ ֆրանսուհի կինը, այստեղ ֆիլմում կա, իր երեխային, որ եկել էր ամուսնու հետ, ուղղակի տալիս է Պինոյին, ասում է փրկեք մեզ այստեղից։ Մենք եկել ենք ու ոնց որ ասած թակարդն ենք ընկել ու այստեղ այս ֆիլմում նաեւ այդպիսի մարդկանց մասին է խոսվում, իսկ այս բարի մատչի համարի կեսը այդ դեպքերի մասին են, որովհետեւ ֆրանսիացիք իրենց լուսանկարիչներով ու լրագրողներով եկան Հայաստան եւ այդ դեպքերը նկարեցին եւ իհարկե նյութ էր այնտեղ տպելու համար եւ սովետի համար շատ տհաճ նախադեպ, որ իրենց ժողովուրդը հանկարծ ողջի եւ դիմում են, էս էլ արդեն ամերիկացիների հետ կապված New York Times-ի հոդվածը, էլի ամերիկացի պաշտոնյաներ են գալիս, ինչ որ ձևով ամերիկայերը իմանում են, որ այդպիսի բան կա։ Մի խոսքով, այստեղ հիմնականում այդ մեծ ներգաղթի ժամանակ Հայաստան եկած այն հայերն են, որոնք հետո դարձան, ասենք, մեր մշակութային, գիտական կյանքի եւ այլն կարևոր դեմքերից։ Մի մասը մնացին, մի մասը հետ գնացին, ինչպես Արտո Ճակմակյանը եւ այլն, այդպես, բայց ինչ որ առումով իրենք իհարկե մեծապես հայկական միջավայրը փոխեցին։ Ինչ որ առումով, թե Այս ցուցահանդեսը մարդկային պատկերացումների մասին է եւ մարդկային նաեւ պատկերացումների բացակայության, ուր են գնում, ինչպիսին պիտի լինի կյանքը այն հաջորդ տեղում, որտեղ որ երազում ես եւ այլն, ու երբեմն այս խզումը պատկերացումների իրականության միջև, այսինքն մարդու կյանքը, մարդու ճակատագիրը իր քայլերից կապված ինչքան կարող է դառնալ անկանխատեսելի։ Եվ նաև կուզեի, որ յուրաքանչյուր հայ, որ մտներ այս ցուցահանդեսը, նաև հասկանար, որ այս ընթացքը չի վերջանում, անընդհատ է եւ եթե այստեղ, այսինքն այսպիսի նվաճումներ եւ ողբերգություն տեսանք, նաև մենք բոլորս մեր կողմից փորձենք ընդունել այն մյուս հայատեսակներին, որ անընդհատ պիտի գան մեր երկիր ու մենք կարողանանք իրենց ընկալել որպես տարբերություն, բայց նաև մեր տեսականի։